Հարգելի գործընկերներ, այս հարցը երեք մենք մանրամասն քննարկել ենք։ Նախ եւ առաջ ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովը եւս մասնագիտական քննարկում է արել եւ բոլոր հիմնավորումները բերվել են, որ կառավարության ծրագրով այն թիրախը, որը սահմանված է, ըստ էության մենք շարժվում ենք դեպի այդ թիրախը եւ ընդդիմության կողմից ներկայացված նախագիծը դա նույն թիրախին հասնելու փորձ է, պարզապես օրենքի օրենսդրական կարգավորմամբ մենք նշել ենք, որ մենք մեր հանձնառության տերն ենք եւ շարժում ենք այդ ուղղությամբ, քանի որ հարցը նաեւ որոշակի էմոցիոնալ կողմ ունի եւ մեր ընդդիմությունը փորձում էր երեք եւս շահարկումներ անել, թե իբր քաղաքացիական պայմանագիրը դեմ է թոշակների ավելացմանը, ես հերթական անգամ ուզում եմ նշել, որ 2018 թվականից մինչ այսօր մեր կառավարությունը ըստ էության Հայաստանում նվազագույն թոշակները ավելացրել է տարեկան $380 միլիոն չափով, հավելյալ $380 միլիոն չափով, եւ այն թիրախը, որ մենք ունենք կառավարության ծրագրով, մենք շարժվում ենք այդ թիրախի ուղղությամբ եւ ընդդիմության ներկայացրած այս նախագիծը ինքնանպատակ է, հետեւաբար մենք հավատարիմ ենք մնում գլխադասային հանձնաժողովի ներկայացրած դիրքորոշմանը եւ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը դեմ է քվեարկելու այս նախագծին։ Շնորհակալություն Վարման կարգով Արտվիկ Մինասյան համոզեք։ Քանի որ պարոն Կոնջորյանը որոշեց, որ անպայման անդրադառնա իրենց հերոսական ջանքերին, հարգելի հայրենակիցներ, ասեմ, որ բարձրացվող թոշակները ոչ միայն հեռու են իրենց իսկ տված խոստումներից, այլ նաև Հայաստանի պետական պարտքը այս տարիների ընթացքում շուրջ աճեցրել են մոտ $7 միլիարդ, մոտ $7 միլիարդ, 6.7-ի կարգի, եւ այս պայմաններում հերոսաբար այսպես ներկայացնում են, որ իրենք գնում են այդ թիրախին։ Հենց նոր հայտարարվեց, որ իրենց իսկ հայտարարված թիրախին դեմ են քվեարկում։ Դեմ քվեարկելով այս օրենքի նախագծին, դեմ եք քվեարկում ձեր իսկ հայտարարած թիրախին։ Ավելին, սիրելի հայրենակիցներ, հենց նոր քաղաքացիական պայմանագիրը հայտարարեց, որ հերթական անգամ դրժում է իր խոստումները։ Այդ է լավ էլի։ Լավ։ Խնդի, բան չասեցի, ուրախանում եմ ընդհակառակը։ Իհարկե։ Էլով։ Շատ լավ։ Խնդրեմ, պարոն Ռուբինյանը կսկսի, պարոն Ռուբինյան, համեցեք։ Շնորհակալություն, սիրելի հայրենակիցներ, սիրելի պարոն Մինասյան, մենք ոչ թե մեր թիրախին ենք դեմ քվեարկում, այլ ձեր բերած պոպուլիստական նախագծին։ Շնորհակալություն։ Տեսեք, այնուամենայնիվ Վարման կարգն ինչ որ պահ պետք է ավարտվի, Հայաստան պատիվ ունեմ խմբակցությունից, խնդրեմ, պարոն Մամիջանյան։ Օրինագծի շրջանակներում չի, պարզապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին խաբելու չափ սահման գոյություն ունի։ Ուրեմն սիրելի քաղաքացիներ, քանի որ կենսաթոշակները ավելացվել են մի քանի հազար դրամով, իսկ օրինակ նախարարների աշխատավարձերը կրկնապատկվել են, այդ թվում նաև ժամանակին գաղտնի հրամանով, պատիվ ունի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարը որոշեց դնի բազմապատկի բոլոր թոշակառուների թիվը բազմապատկի այդ մի քանի հազար դրամով ու այդպես ներկայացնի որպես մանիպուլյացիա, տենց լավ չի, ես 7 տարվա ընթացքում տված թոշակները իրար գումարեք, տենց ներկայացրեք, խաբեք ժողովրդին, հետ էլ չեղավ երկկողմանի ամեն ինչ խաղաղության պայմանագրի մեջ։ Խնդրեմ, պարոն Խաչատրյան, համեցեք։ Սիրելի հայրենակիցներ, $380 միլիոն մասն էր խոսում պարոն Կոնջորյանը։ 3 ամսվա ընթացքում 750 միլիոնի արտաքին պարտք է շալակել այս կառավարությունը։ Ինչի վրա դա գնում, չեն էլ բարեաճում հաշվետվություն ներկայացնել։ Ինչի վրա գնում կոնկրետ պարտքը, բայց 380 միլիոն, դե հիմա բաժանեք թոշակառուների վրա, հիմա բաժանեք այդ թոշակառուների մի հատ էլ 12 ամսվա վրա ու ասեք, որ ընդամենը մի քանի հազար դրամ եք բարձրացրել թոշակը, ոչ թե 380 միլիոն, շատ գեղեցիկ է հնչում։ Կրկնակի ավել մենակ պարտք եք վերցրել, իսկ պարոն Ռուբինյան, ասում եք, եթե այս օրենքը պոպուլիզմ է, բայց իր կառավարության ծրագիրն է ուրեմն պոպուլիզմ, որովհետև մի կողմից մի հատ ձեր մեջ խոսացեք,
Ասում եմ մեր ծրագրի մեջ դա գրած է, մենք դեմ ենք քվեարկում։ Այսինքն եթե դուք եք դա գրում, պոպուլիզմ չի։ Եթե ընդդիմությունն ասում է դե խոսք եք տվել, մարդկանցից քվե եք կորզել, դե կատարեք ձեր խոստումը, դա դառավ պոպուլիզմ, չեք խոսում իրար հետ։ Մի հատ միջնորդ գտեք միջազգային, հաշտեցնեն ձեզ իրար հետ։ Շնորհակալություն Բաբկեն Թունյան համեցեք։ Անպայման։ Բաբկեն Թունյան համեցեք։ Ես հերթականությամբ եմ տալի, շուտ ու ուշով չեմ տալիս խոսելու հնարավորություն։ Բարոն Թունյանի բարձրախոսը միացրեք։ Շնորհակալություն։ Պարոն Խաչատրյան, ես հասկանում եմ քաղաքական նպատակահարմարությունը, բայց ես նաև մասնագետներ են նայում։ Այդ որ ասում եք մի քանի հազար դրամով, նախ ինձնից լավ գիտեք, որ թոշակը 1000 դրամով բարձրացնելը 6 միլիարդ դրամի հավելյալ ծախս է, սա մեկ։ Երկրորդը Հայաստանի պետական պարտքը 750 միլիոն դոլարով չի ավելացել, դուք մանիպուլացնում եք, որովհետև չի ավելացել։ Եթե ուզում եք, հետո մանրամասն ձեզ թվերով ցույց կտամ, թե ոնց չի ավելացել։ Երրորդ, Եվրոպարտատոմսեր թողարկելը սկսել է 10 քանի տարի առաջ ու ձեր խմբակցության մեծ մասը այդ process-ը մեծ հպարտությամբ էր ներկայացնում, որովհետև դա իրոք շատ կարևոր ու լուրջ գործընթաց է։ Եվ չորրորդ, լինելով երկար ժամանակ տնտեսական լրագրող, երբեք չեմ հիշել, որ ձեր խոստումները նախընտրական որևէ ծրագրում, որևէ օրենքով երբևէ տեղ գտնեին, որովհետև դա պրակտիկայում չի կատարում, դրա համար քաղաքական պատասխանատվություն կա, որը արտահայտվելու է ընտրությունների ժամանակ։ Հերիք է դուք ամեն մի նախագիծ ներկայացնեք այնպես, ոնց որ ձեզ պետք է։ Շնորհակալություն։